Հիմա որ հետ ենք նայում, իմ կարծիքով, իմ համեստ կարծիքով, մեզ բերեցին նույն Ռուսաստանը դոզավորված օգնելով, տեսեք, 20 թվականին Ռուսաստանը մեզ օգնել է, եկեք դա չբուն մարտապաշարը մեզ տվե, զենքերը տվե եւ այլն, դա եկեք չժխտենք, բայց մեզ այն աստիճան դոզավորված օգնեցին, որ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի ճակատի գիծը լինի։ Այսինքն որ ոչ մենք փլվենք, որպեսզի Ալիևը շատ վերցնի, հետո Պուտինի հետ բանակցություններում, ասի ես արդեն ամեն ինչ վերցել եմ։ Կառավարելի պարտություն։ Այո, կառավարելի պարտության մեզ տարան, ես դա բազմից եմ ասել, մեզ դոզավորված էին օգնում։ Դա գիտեք ինչի անման, օրինակ ստրատեգիական խաղերում, եթե երիտասարդները խաղել են, գիտեք, չէ՞, դու որ համարյա թե համակարգչին հաղթում ես, ինքը թուլանում է, հետո արագ ինքը ուժեղանում է, դու հաղթանակի եզրին հետ ես գնում, ինքը ստիպում է որ դու անընդհատ խաղաս, դու կարող ես ժամերով խաղաս են վերջի այդտենց իրենք դոզավորում էին, կառավարում էին մեզ։ Իսկ չէ՞ որ մենք մեր արտաքին զինամթերքի զենքի խնդիրը լրիվ դրսից էր, հիմա նույն Ուկրաինայում ավելի մասշտաբային այդ նույն խնդիրն է։ Արևմուտքը դոզավորված օգնում է, որ ոչ Ուկրաինան հաղթի, ոչ Ռուսաստանը հաղթի։ Մեզ դոզավորված տարան, ես դա արդեն մեծ հավանականությամբ տեսնում եմ, նույն Շուշիի անկումը բազում հարցեր ունի։ Ադրբեջանական օկտատերերը գրում են Շուշիում մարտերի մասին, ծիծաղ է հարուցվում, Շուշիում քաղաքային մարտեր չի եղել։ Ինչի Շուշին չուներ բավարար կայազոր։